Ես Արմինեն եմ, իմ դեպքը եղել է 2023 թվականի հունիսի 8-ին, հայ փոստով, ավելի ճիշտ լիստ EM կայքով բալիկիս մանկասայլակն էի տեղադրել, որ վաճառվեր, հայ փոստով հղում եկավ, որ այս ինչ մարդը ցանկանում է գնել, ինձ հետ գնորդը կապ հաստատեց, խնդրեց, որ Մեղրիում է ապրում, առաքումը կազմակերպեն հայ փոստի միջոցով, հղում եկավ, որ կտրոնն էր, իմ գումար պետք է փոխանցեր իմ հաշվի համարին, հղումը սխմում եմ ու այսինց բան է պտտվում, որ կենտրոնական բանկը վերահսկում է ամեն ինչ, հանգիստ եղեք, հիմա շատ շուտով գումարը կփոխանցվի ձեր քարտին եւ 2 րոպե հետո ինձ բանկից զանգում են Ինեկո բանկից, որ ձեր անունով վարկա ձևակերպել հենց նոր 2-ից 3 րոպե առաջ 1.260.000 դրամ, դա դուք եք թե ոչ, ես ոչ մի բան չեմ լրացրել, տենց ասացի, որ ես չեմ, անմիջապես չեղարկեք, բա այլևս հնարավոր չէ, որովհետև վարկա ձևակերպել է եւ գումարը փոխանցվել է մեկ այլ քարտապանին եւ գումարը կանխիկացվել է, իրանք ոչ մի բան չկարեցին, ես անմիջապես դիմեցի ոստիկանություն, գնացի նորից դիմեցի բանկ, բայց այսօր 2 տարի է իմ հարցը լուծում չունի եւ բացի այդ դեպքից 1 ամիս առաջ ես ցանկացել եմ ապառիկով մոտ 150-170 հազարի կարգի հեռախոս վերցնեմ, բանկը ինձ մերժում է, բայց առանց իմ անձը նույնականացնելու ինքը ինձ գումար է տրամադրել մեկ այլ մարդու, ոչ մի նույնականացման կոդ չի եկել, ոչ մի SMS հաղորդագրություն ես չեմ ստացել բանկից, որ իմ հաշվին գումարներ է կանխիկացվել ու չեմ ասում վարկ, ես չեմ աշխատում, ունեմ խնամքից տակ 1 տարեկան բալիկ, ոչ մի սեփականություն չունեմ եւ ինձ 1.260.000 դրամ վարկ են ձևակերպել։ Բոլոր հնարավոր տեղերը դիմել եմ։ Կենտրոնական բանկ, դատախազություն, ոստիկանություն, հենց Ինեկո բանկ, բայց չեն տալիս հարցին լուծում, ընդհանրապես չեն տալիս, բանկը զանգել է ինձ 3 առաջի օրը, ասում է տվեք Ինեկո բանկին դատի, կամ դատի տվեք, կամ գումարը վճարեք, ես վճարունակ չեմ այս պահին, չեմ աշխատում, փոքրիկիս եմ մեծացնում, եւ այո, սև ցուցակում, հարկադիրում, իրանք իմ անօրեն ձևով իմ բալիկի նպաստն են բռնագանձել, որպես վարկի մուտ 31.600 ամսական վճարումը։ Այդ ամսվանը, այո։ Անընդհատ զանգում են, գումարներ են պահանջում, բերեք մուծեք, բայց ես չեմ վերցրել։ Ինչպես վճարեմ, թող բացահայտվի, դա քրեական գործ։